Պատևցես։ Բեռնում մեկնարկած միջկուսակցական հանձնախմբի խաղաղ նախաձեռնությունն ուղղված է Արցախի հայության վերադարձի իրավունքի իրագործմանը միջազգային մեխանիզմներով։ Այս հարցազրույցի շրջանակներում զրուցելու ենք Արևմտյան Հայաստանի պատգամավոր Աշոտ Հարությունյանի հետ պարզելու նախաձեռնության հնարավոր ազդեցությունը, արտահայտության հեռանկարներն ու քաղաքական ուղերձները։ Պատևցես, պարոն Հարությունյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար, մեզ հետաքրքրում է ձեր կարծիքը նման նախաձեռնության վերաբերյալ եւ ըստ ձեզ արդյոք հանձնախմբի ստեղծումը հնարավոր է ազդեցություն ունենա արցախյան հարցը։ Նախ եւ առաջ ասեմ, որ Շվեյցարիայի 19-ի նախաձեռնությունը, որը փաստորեն հարթակ է ստեղծում, որպեսզի միջազգային արենայում նորից խաղարկվի Արցախի հարցը, շատ կարևոր ազդակ կարող է դառնալ, որպեսզի հարցը քննարկման թեմա դառնա եւ թե ինքը ինչ ընթացք կստանա, ամեն ինչ կախված է մեծավ մասամբ հայ քաղաքական գործիչների բռնած դիրքորոշումից, իսկ այդ հայ քաղաքական գործիչների դիրքորոշումը մեծավ մասամբ պայմանավորված է իրենց ազգային եւ ազնական արժանապատվության աստիճանից։ Շնորհակալ ենք, ձեր կարծիքով կարող է այս նախաձեռնությունը դառնալ միջազգային հարթակ Արցախի հայության իրավունքների միջազգային ճանաչման ու վերադարձի գործընթացի համար։ Իհարկե, այն պետք է այդպիսին հենց դառնա եւ հայ քաղաքական գործիչները առիթը չպիտի բաց թողնեն իրենց մասնակցությամբ Արցախի հանրապետության բնիկ հայության հարցերը միջազգային ասպարեզում բարձրացնելու առավել ևս Շվեյցարիայի նման մի երկրում, որը ինքն է նախաձեռնություն ցուցաբերել եւ այդ նախաձեռնությունը պետք է ամենայն իր հնարավորությամբ օգտագործել իշահ արցախահայության շահերի լուծման։ Վարդան Օսկանյանը իր ելույթում նշեց, որ սա մարդկային պահանջ է, ոչ թե քաղաքական։ Ըստ ձեզ, սա ինչպիսի պահանջ է՝ իրավական, բարոյական թե քաղաքական։ Ձեր թվարկած 3 կատեգորիաներն էլ մտնում են այդ պահանջի մեջ եւ խոսել միայն մարդկային պահանջի վերաբերյալ, իհարկե դա զուտ էմոցիոնալ ոլորտից է, պետք է խոսել նրանից, որ արցախահայությունը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել է իր բնիկ հայրենիքից եւ հայտնվել է շատ անմխիթար վիճակում, տարիներ արդեն ձգձգվում են, ոչ մի լուծում չկա, ոչ մի միջազգային կառույց չի կարողանում կամ չի ուզում ավելի շատ ստիպել Ադրբեջանին, որ իր զորքերը դուրս բերի ինքնիշխան հանրապետության տարածքից եւ հարցադրումներ չկան, որ ինչպիսի ֆորմատով պետք է բնակչությունը հետ վերադառնա։ Այս առումով իհարկե շատ կարեւոր է, որպեսզի մենք իրավական դաշտը առաջին պլան մղենք, որտեղ բնիկ հայության իրավունքների խախտում կա, երկրորդ կա ՄԱԿ-ի կոնվենցիայի, ցեղասպանության կոնվենցիայի խախտում, այսինքն Ադրբեջանը զանց է առել ՄԱԿ-ի կոնվենցիան եւ իրականում իրականացել է ցեղասպանություն, եւ ելի զանց է առնում ելի միջազգային իրավական այն որոշումները, որով ոչ մի պատերազմական ակտով ոչ ոք իրավունք չունի տարածքների վրա ինչ որ իր ռեժիմը սահմանելու, զանց առնելով տեղի բնակչության իրավունքները։ Այս առումով իհարկե իրավական դաշտը շատ կարևոր է։ Քաղաքական դաշտը այնքանով է կարևոր, թե ինչքանով կլինի, որ ասենք Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կնախաձեռնի արդյոք իր կողմից արցախահայության շահերը այնտեղ իրականացնելու։ Սա քաղաքական աստար կստանա։ Եվ եթե միջազգային հանրությունը չօգտագործի Շվեյցարիայի ընձեռնած այս հնարավորությունը, ապա նա դրանով իսկ հայությանը կմղի ինքնուրույն քաղաքական քայլերի, ինչպիսին ասենք եղել է 1915 թվականին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի իրականացած ցեղասպանությունից հետո տարիների լռությունը, որի հետևանքը եղավ այն, որ հայության տառապյալ ծոցից ասպարեզ ելավ Ասալան, Հայաստանի ազատագրության հայոց գաղտնի բանակը, եւ սկսեց ինքը փորձել լուծել իր
ընտրած նախընտրած ճանապարհով։ Սա մի հատ մեր կողմից հղում է փաստորեն մեր քաղաքական գործիչներին, որպեսզի իրենք չհասնեն այն բանի, որ ժողովուրդը ստիպված լինի որոնել այլընտրանքային ուղիներ հարցի լուծման համար։ Շնորհակալություն։ Իսկ ինչպիսին եք պատկերացնում Արևմտյան Հայաստանի դերը նման գործընթացում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Բեռնում ընթացող 19 նախաձեռնությանը ես շատ եմ կարևորում, որովհետև դա նշանակում է Սևրի պայմանագրի տակ ստորագրած բոլոր պետությունների կողմից ճանաչված պետության ներկայացուցիչի ներկա լինելը այդ նախաձեռնությանը եւ անշուշտ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, եթե մասնակցում է այդ գործընթացին, ապա նա մասնակցում է որպես դժուժված կողմ, որովհետեւ ադրբեջանական զավթիչները փաստորեն զավթել են Արևմտյան Հայաստանի Հանրապետության նահանգ հանդիսացող Արցախի Հանրապետության տարածքը։ Այս առումով կարևոր է դա, առավել եւս կարևոր է նաեւ նրանով, որ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովում գոյություն ունի Արցախի հանձնաժողով եւ այդ հանձնաժողովը եւս իր դիրքորոշումները ունի ներկայացրած Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչին ու մեր պարագայում ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրամյանին։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչ ուղերձ ունեք հղելու միջազգային հանրությանը, մասնավորապես Եվրամիությանն ու ՄԱԿ-ին այս նախաձեռնության հետագա զարգացումների առումով։ Ուղերձս միջազգային հանրությանը այն է, որ իրենք ամենայն հնարավորությամբ օգտագործեն Շվեյցարիայի խորհրդարանի 19 նախաձեռնության տված հնարավորությունը։ Իրենք հրաժարվեն նավթային շահույթների հետևից ընկնելը, որոնք բերել է միլիոնավոր մարդկանց, խոսքը ոչ միայն Արցախի մասին է, տեսեք արդեն այդ նավթային գործոնը աշխատում է նաև տարբեր երկրներում եւ տուժվում են տեղաբնիկները։ Եվ այս առումով մարդիկ պետք է մի կողմ դնեն նավթից եկած շահույթները եւ քննարկեն միջազգային իրավունքը։ Ուղերձս նորից վերջացնեմ նրանով, որ թող մարդիկ չմոռանան, որ 1915-ի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մոռացման փորձերը ինչի հասցրեց։ Հասցրեց նրան, որ հայությունը սկսեց ինքնուրույն լուծել այս հարցը։ Սա մենք նորից եւ նորից ակնարկում ենք միջազգային հանրությանը, որ հետագայում իրենք չկանգնեն այս կամ այն հարցադրումների առաջ, թե ինչու այսպես եղավ եւ ոչ այսպես։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրն էր Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Հարությունյանը։